Գիտեք ինչ ամենամեծ սարսափելի բանը դա է։ Ծախվում են պաշտոնի համար, ծախվում են փողի համար եւ գնում են այն թեկտածու յետևից, որ իրենք էլ տեսնում են, որ այդ թեկտածուն Հայաստանը տանում է կործանման։ Այդ սկզբունքը պիտի վերանա այս ազգի միջից։ Եթե ոչ, մենք այս ավելի վատ վիճակի մեջ կլինենք։ Սարիկ Մինասյանն ասում է ճգնաժամը անխուսափելի է։ Թե ոչ միութենական պետության։ Կողմ եմ։ Սարիկ Մինասյանն ասում է ճգնաժամը Բելարուսի սկզբունքով։ Այսօր իր գրառումից Սարիկ Մինասյանն ասել է, որ ճգնաժամը այնուամենայնիվ անխուսափելի է, այսպես կառավարել հնարավոր։ Թող լինի, Սարիկս թող լինի, մենք իրար հետ կտեսնենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք Սարիկի հետ։ Ես գիտեմ, որ Սարիկը Երևանից դուրս կգա, Լեննականի համար առաջինը կմտածի Գյումրիի համար, հետո կուսակցական մտածելակերպ ինքը այդպեսի տղա է, ես իրան հավատում։ Պարոն Ղուկասյան, դուք ձեր քարոզարշավի ժամանակ ասացիք, որ երբ որ ընտրվեք Ռուսաստանից գալու են գործարաններ։ Միանշանակ Ռուսաստանից գալու են գործարարներ, այստեղ պիտի մենք հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պիտի գործարանների համատեղ գործարանների ձեռնարկությունների խնդիր պետք է լուծենք եւ կտեսնեք, որ այդ ամեն ինչը կլինի։ Ես հույսով եմ։ Եվ ես առաջարկում եմ Եվրոպամետ կուսակցություններին։ Դե թող իրենք էլ որ իրենք ուրեմն կապը հաստատում են Եվրոպայի հետ, ուրեմն մենք տրամադրել ենք տարածքներ, ամեն ինչ անում ենք, ոչ որ ռուսների ենք անում, ռուսների հետ ենք հիմա այդ սկզբունքը որտեղ գրել, իրանց էլ ասում ենք թող իրանք էլ Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ որտեղ գրեն այդ սկզբունքը եւ կշահի Գյումրի քաղաքը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Հենց այս մասով Լևոն Փարսեղյանը ասում է, որ ձեր քարոզարշավի ընթացքում հնչեցրած բառաֆոնդի բառամթերքի մասով գուցե եւ Եվրոպան օրինակ գրանտներ չտրամադրի, ինչ է։ Ինչի այդ $1 միլիոն որ Սորոսից ստացել է դրա մասին չի մտածում ինքը։ Հիմա իրան պետք է ասենք, որ Լևոն ջան այդ փողերից բեր, քաղաքին հլնայինք ինչ կերես։ Հատուկ ես իրան պետք է կանչեմ իր հետ խոսեմ։ Այսա ձեզ կքննադատեմ, որ ասեք կողմեք միութանական միությանը։ Ոչինչ, թող քննադատեն, ես հետ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածում, այո, պետք է մենք Բելարուսի ես կողմնակից եմ, Բելարուսի սկզբունքով պահել այս ամեն ինչը։ Ոչինչ, թող Ոչ, անկախություն է, ինչի Լուկաշենկոն այսօր այնպես է նստում, Լուկաշենկոն է լավ նստում է մնացած ձեր երկրները։ Հələ մտածեք Լուկաշենկոն իրան ոնց է պահում։ Ինչի նույն ընտրությունը, նույն ամեն ինչը մենք այդ ամեն ինչը տեսել ենք։ Հիմա քանի որ այսպեսի ներողություն, մենք քանի որ այսպեսի հարևաններ ունենք, մենք այս հարևանները որ ունենք, մենք կարող ենք այս հարևաններին փոխել։ Չենք կարող։ Չուզենալով այսպեսի հարևաններ ունենք, պատկերացրեք։ Մենք Եվրոպայում չենք գտնվում։ Ցավոք սրտի, այդպես է, մեր հարևանները այսպեսին են։ Այո, մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք իր վրա։ Թե չէ սրանք կթափեն մեր վրա, մեր այսքանի երեխեքին է տանին կկործանման ու ես չգիտեմ։ Ես այդպես եմ գտնում, բայց պայմանները պաշտպանել Այսինքն Հայաստանի անկախությունը եւ շատ խնդիրներ, այո, սուվերեն այդ ամեն ինչը պաշտպանելով ոչ թե գնալ, պարգել, լգնել, ոդացնել, այլ պաշտպանել այդ ամեն ինչը, այդ սկզբունքները, որը միանշանակ կողմ են ես դրա։ Ղուկասյան, նախ շնորհավորում եմ ձեզ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու Տեսնես։ Երկրորդ դուք քարոզարշավի մեկնարկից սկսած անընդհատ նշում եք, որ 13 տարվա քաղաքապետ եւ աշխատանքներ եք իրականացրել, բայց իր հարցազրույցներից մեկում Միքայել Սերբազյանը նշել է, որ նախկին Ղուկասյանը չէ, նա փոխվել է։ Այստեղ հակասություն չեք տեսնում եւ փոխվել եք դեպի լավը 13 տարվա աշխատանքի ժամանակ վատն էիք։ Մեր Սերբազյանն է դեպի բանը խոսում է։ Ինձանից տարիքով փոքր է, գիտես։ Հետո ես որ այստեղ քայլում էի, ինքն էլ ջահել տղա էր, բան ընդերից հերվից ինձ դժվար բարեր էին տալիս, գիտես ինձ բարեր տարեկան էջներ։ Մենք այդպես իրար հետ հանակներ ունենք, էլի տունտունի։ Մենք իրար հետ կխոսանք Սերբազյանի հետ, ինքն էլ է փոխվել, ես էլ եմ փոխվել, դու չես փոխվել, դու էլ կփոխվես։ Մի խաղի, բոլորս եք փոխվել։ Ժամանակի ստորագրահավաք էիք կազմակերպել, թե որ թեմից հանելու Ես ստորագրահավաք չեմ կազմակերպել, ես ստորագրահավաք չեմ կազմակերպել, դա իմ ձեռագիրը չի։ Իրար հավանական է, որ ասել է ռիցինգ է ուզեցել իրա բարձրանա, բարձրացել է Սերբազյանից, ոչինչ, թող բարձրանա։ Եթե իմ վրայով եկան մարդու ռեյտինգ է բարձրացել։ Մի ոչի, սիրուն ջան։ Լավ, էլ բան կա ասել։ Երեխեք, իրոք էս բան, էլ բանում։ Ծառայողական մեքենա, ես չգիտեմ, ես ինչ ժամանակ էլ իմ մեքենաներս եմ օգտագործել։ Ես հավանական է
ուրեմն կլինեմ զրահապատ մեքենայով, այնքան ժամանակ մինչև 2007 թվականի սպանություններն ու սպանությունները չբացահայտվեն։ Իդեպ պարոն Ղուկասյան, ասացիք բարձրացնել եք աշխատավարձերը, Ջանրես Տարեկյան։ Ասել եք բարձրացնել եք աշխատավարձերը։ Միանշանակ։ Ասել եք քաղաքապետարանի աշխատակազմից ու ձեր աշխատավարձը բարձրանալու է իշտել ոնց է արվելու դրա հետ։ Ոչինչ մի բաների։ Բան չեմ անում։ Չէ, անպայման կստանամ նորեկ ջան։ Կստանամ որ քեզի կստանամ որ քեզ լավ բաներ առնեմ։ Բայց գուցե համայնքի բյուջեին թողեք, հա։ Հանգիստ, դու հանգիստ ես։ Դու մի ներշնչ ես։ Դու որ ներշնչում ես, ես ուզում եմ, նարեկ չի կարելի, Բայց հա։ ինքն է գյումրեցի, Ինքը գյումրեցի չէ, ինքը արտիքցի է։ Ես կուտաշի։ Դու ֆաշիստ, դες արտիկից փախավ, արտիկցիկ նայեք, փախավ նարեկ։ Տորմուզ հենդոյից բացի ուրիշ մարդկանց։ Տորմուզ հենդոյի նմանները դուրս կգան։ Դու չվախենաս այդ արտիկը։ Ես հատուկ ես տեղյակ կգայ։ Մոտ քանիսը դուրս կգա։ Այո։ Մոտ քանիսը դուրս գալու աշխատանքից։ Հե։ Քաղաքապետարան։ Բայց ինքը դրանապես չի գնալու, այստեղ մնալու է ու բայց այդ կառույցից է։ ՀՊԱ-ական կադրերի կպահենք, եթե մնորնեք լավ աշխատող է, թե։ Լավ աշխատող եղավ, անպայման կպահենք։ Արեգ Մինասյանից իմեյլ։ Անպայման, եթե լավ աշխատող եղավ կպահենք։ Ոնց եք բոլորին գողացնել օրինակ ավականու անդամներին, որովհետև տարբեր Իմ ճիշտ ապրելակերպով, խելացի, ներողամտությամբ, համերաշխությամբ, խաղաղասիրությամբ, որ ասում է Երանի խաղաղասերներին, որոնք Աստծո զավակներ պիտի կոչվեն։ Եթե խաղաղություն, համերաշխություն կա, ուրեմն այդտեղ կա շենություն, պտղաբերություն եւ ամեն ինչ։ Այսինքն